Վայր հարգելի գործընկերներ, այսօրվա ասուլիսի նպատակը 2013 թվական քաղաքական տարու ամփոփումն է։ 2013 թվականը Հայաստանի Հանրապետական կուսակցության համար բավականին եւ հագեցած, բայց միևնույն ժամանակ նաեւ արդյունավետ տարի էր։ Նախ եւ առաջ պետք է նշեմ, որ տարին ընտրական էր։ 13 թվականի փետրվարին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ կուսակցության առաջնորդը վերընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում, եւ այդ ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ անշրջելի է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների դարաշրջանը։ Բոլոր միջազգային դիտորդները, շեշտում եմ, բոլոր միջազգային դիտորդները եւ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հստակ նշեցին, որ այս ընտրությունները լավագույնն էին նախագահական ընտրությունների մեջ։ Այսինքն, իշխանությունների այն հանձնառությունը, որ մենք պետք է ամեն ինչ անենք եւ ունենք քաղաքական կամք, որպեսզի մեր երկրում ընտրությունների որակը գնալով լավանա, դարձավ փաստ։ Սակայն այս ընտրությունները թե նախընտրական եւ թե հետընտրական փուլում ունեցան երկու նոր երևույթ հայաստանյան քաղաքական դաշտի համար։ Երևույթ նախընտրական փուլում հետաքրքիր երևույթ այն էր, որ երկրորդ ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցությունը ոչ միայն չառաջադրվեց, այլ նաև որևէ դիրքորոշում չհայտնեց նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ում է ցանկանում տեսնել նախագահ, հասարակության ինչպես է կողմնորոշում, ինչպիսին է իրենց կարծիքը, եւ նրանք շուրջ մի քանի ամիս մտան խորը քաղաքական քննի մեջ։ Սա նոր երևույթ էր, որ երկրորդ ամենամեծ կուսակցությունը նախագահական ընտրությունների շրջանում որևէ հստակ կարծիք չի ասում եւ ստացվում է դիտորդի կարգավիճակ։ Նույնը կարող եմ ասել նաեւ ՀԱԿ-ի մասին, որը այդ շրջանում վերածվեց ՀԱԿ-ի, ՀԱԿԿ-ի տարբեր, եւ սկսեցին եւ նույնիսկ քաջություն չունեցավ պաշտպանելու իր խմբակցության տեխնացու Հրանտ Բագրատյանին։ Երկրորդ առանձնահատկությունը այս ընտրությունների այն է, որ ընդդիմության տեխնացուն Ռաֆի Հովհաննիսյանը, որը ստացել է շուրջ ընտրողների 1/3 ձայները, չկարողացավ օգտվել այն քաղաքական կապիտալից, որը նրան ընձեռել են Հայաստանի քաղաքացիները։ Այսինքն նա ինքը իր ծայրահեղական կոչերով իրեն մտցրեց փակուղու մեջ եւ պատրաստակամություն չունեցավ գնալ երկխոսության երկրի իշխանությունների հետ եւ ստացել նաեւ որոշակի պատասխանատվություն։ Սա բնականաբար ցավալի երևույթներ են, բայց փաստը սա է։ Երևանի ավականու ընտրություններով, որը տեղի ունեցավ մայիսին, մեր երկրում ավարտվեց ընտրական ցիկլը։ Եվ ի տարբերություն նախագահական ընտրությունների, քաղաքական ներկայապնակում արկա բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը մասնակցեցին Երևանի ավականու ընտրություններին։ Եվ նույնիսկ այս մրցակցության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ավականու ցուցակը Տարո Մարգարյանի գլխավորությամբ ստացավ մեր քաղաքացիների մեծամասնության վստահությունը։ Սա շատ կարևոր վստահություն էր, սա շատ կարևոր քայլ էր եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի արդարացնի մեր քաղաքացիների արդարությունը, վստահությունը։ Հաջորդը, որի մասին կուզեի խոսել, դա մեր կուսակցական խնդիրներն են, այսինքն կուսակցական շինարարությունը։ Պետք է նշեմ, որ կուսակցությունը ի տարբերություն շատ ու շատ կուսակցությունների, դա էլ ճիշտ, չի ծնվում միայն ընտրությունների հետ եւ անհետանում ընտրություններից հետո։ Կուսակցական բոլոր 22 տարածքային կառույցները, 81 շրջանային կազմակերպությունները,
1946 սկզբնական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության բոլոր փոքր ու մեծ համայնքներում գործում են եւ ակտիվ են գործում։ Կուսակցությունն ունի շուրջ 150,000 անդամ եւ պետք է ուրախությամբ նշեմ, որ այդ 150,000 անդամների 1/3-ից ավելին բաժին է ընկնում 18-ից 30 տարեկան երիտասարդներին։ Սա նշանակում է, որ հանրապետականը ոչ միայն ներկայի, այլ նաեւ ապագայի կուսակցությունն է։ Շատ ակտիվ են կուսակցության երիտասարդական կառույցները, կանանց կազմակերպությունը։ Պետք է նշեմ, որ այս տարվա ընթացքում բավականին ակտիվ կերպով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ամրապնդեց եւ զարգացեց իր կապերը մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես Եդինայ Ռոսիա կուսակցության հետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ եւ մասնակցեց այդ կուսակցությունների թե գագաթնաժողովներին եւ թե եղան երկկողմ այցելություններ։ Հիմա ձեր թույլտվությամբ ես կանադառնամ նաեւ արտաքին քաղաքական ոլորտին, իսկ այնուհետև սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Տարին վճռորոշ են նաեւ եւ արդյունավետ էր արտաքին քաղաքականության բնագավառում եւ քանի որ ըստ համառության արտաքին քաղաքականությունը իրականացնում է եւ ղեկավարում է հանրապետության նախագահը, իսկ հանրապետության նախագահը մեր կուսակցության առաջնորդն է, ես չէի կարող մի քանի խոսքով համառոտ չներկայացնել մեր կուսակցության դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ։ Ինչպես նախկինում, հիմա եւս մեր արտաքին քաղաքականության երկու կարևորագույն հիմնասյուներից մեկն է դա Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչումն է եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժողովրդականության դեմ պայքարը։ Այս երկու ոլորտներում էլ կուսակցությունը թե նախագահի մակարդակով, թե խորհրդարանականների մակարդակով, որոնք ելույթ են ունեցել տարբեր խորհրդարանական վեհաժողովներում, հստակ ներկայացրել մեր դիրքորոշումը։ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, իսկ այսօր Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է։ Ուզի Թուրքիան, չուզի Ադրբեջանը, անկախ նրանց ցանկությունից Լեռնային Ղարաբաղը ուշ թե շուտ պետք է դառնա դե յուրե ճանաչված հանրապետություն, որովհետև ունի դրա համար բոլոր թե պատմական, թե իրավական հիմքերը եւ այս 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը եւ նրա ժողովուրդը ապացուցել են, որ պատրաստ են ինքնուրույն կառավարել եւ տնօրինել սեփական ճակատագիրը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ պետք է նշեմ, որ հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են նույն փուլում, Հայաստանը իր հստակ դիրքորոշումը ներկայացրել է, քաղաքական մեծամասնության դիրքորոշումը հետևյալն է։ Գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում։ Մեզ համար ընդունելի չէ եւ մերժելի է ցանկացած նախապայման։ Եվ Թուրքիան տեղ չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որովհետեւ 93-ից սկսած որդեգրել է միակողմանի դիրքորոշում, թե ռազմական, թե ֆինանսական եւ թե քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, խրախուսելով նրա կողմից ռազմատենչ ռետորաբանությունը եւ խաղաղության ռեժիմի խախտումները։ Իսկ հիմա անդրադառնանք Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Մաքսիմայում միություն հարաբերություններին։ Թե կուսակցության նախընտրական ծրագրում եւ թե մեր տեխնացուի նախընտրական ծրագրում հստակ նշված է եղել, որ մենք առաջինը պետք է խորացնենք մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, թե ռազմական, թե քաղաքական եւ թե տնտեսական բնագավառներում, եւ միևնույն ժամանակ պետք է խորացնենք երկխոսությունը եվրոպացի մեր գործընկերների հետ։ Մենք տեսանք, որ ի հեճուկս տարբեր վերլուծաբանների, քաղաքական գործիչների Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնական հարցերում 2013 թվականին ստացավ թե Բրյուսելի եւ թե Մոսկվայի ըմբռնումը։ Այսինքն, թե Եվրամիության մեր գործընկերները իրենց հայտարարություններում եւ թե ռուսաստանցի մեր դաշնակիցները ըմբռնումով են մոտենում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը։ Շատերը սեպտեմբեր 3-ի նախագահ Սարգսյանի հայտարարությունը անվանեցին շրջադարձային, սենսացիոն,
եւ այլն եւ այլն։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ է։ Որևէ սենսացիոն բան տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը խորացրել է եւ խորացնելու է իր հարաբերությունները իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ։ Ավելին, Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գտնում են, որ Մաքսիայի միություն անդամակցումը բխում է մեր պետական շահերից, որը տնտեսական նոր հնարավորություն կընձեռի մեր տնտեսվարողների համար։ Եվ Եվրասիական շուկան դա մեծ տնտեսական տարածք է մեր տնտեսության զարգացման համար։ Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ապա պետք է նշեմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովը ցույց տվեց, որ այն բոլոր սկեպտիկները, ովքեր որ տարբեր հայտարարություններով էին հանդես գալիս եւ արդեն գուշակում էին Հայաստան-Եվրամիության հարաբերությունների մահը, դա էլ ճիշտ, տեսանք, որ սխալվեցին։ Տեսանք, որ սխալվեցին։ Կարող է, որ դուք իմ ասածները հաստատում եք։ Քոստեղներն էլ է կազմակերպված բայլակ։ Ուրեմն Հայաստան-Եվրամիություն Վիլնյուսյան հայտարարությունը ցույց տվեց, որ Եվրամիության մեր գործընկերները տեսնում են այն դրական բարեփոխումները, որոնք իրականացվել են իշխող քաղաքական ուժի եւ մասնավորապես գործող նախագահի գլխավորությամբ այս տարիների ընթացքում, եւ թե Հայաստանը, եւ թե Եվրամիության մեր գործընկերները պատրաստական են շարունակելու բարեփոխումները, որպեսզի Հայաստանը դառնա ել ավելի ժողովրդավար եւ այն թիրախային խնդիրները, որոնք որ նշել են, դա է կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ նաեւ ազատությունների ոլորտում բարեփոխումների իրականացումը։ Եվ նախագահ Սարգսյանը իր ելույթում Վիլնյուսում հստակ նշեց, որ եվրոպական պետական մոդելի ընտրությունը մեր պետության գիտակցված ընտրությունն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը չի կարող գնալ առաջ դեպի անցյալ։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ազատությունները այլընտրանք չունեն։ Եվ ընդամենը 2 օր առաջ, ամսի 24-ին ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության Մաքսիայի միության երկրների կողմից Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանը համաձայնվեցին եւ ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Մաքսիայի միության անդամակցման ճանապարհային քարտեզը։ Սա շատ կարևոր երևույթ էր մեր հարաբերություններում, որովհետև չնայած տարբեր գնահատականներին, մենք տեսանք, որ այլ փաստաթուղթ չկա։ Մաքսիայի միությունը դա բացառապես տնտեսական միություն է եւ առաջացնելով նշեմ, որ Հայաստանի անդամակցումը Մաքսիայի միության որևէ ընդհանուր բան չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի հետ։